Ֆեմինիզմ։ Ինչ զգացողություններ առաջացավ մոտդ։ Եկանք հասանք, ոնց ասում են։ Եվ ջան, անկեղծ լինեմ, մինչև այս վերջի մի քանի օրը ինձ այնքան միևնույն ա եղել առհասարակ, որ խոսացել են ֆեմինիզմից, ֆեմինիստ կայեմ ես, ֆեմինիստ եմ ես։ Այս պահին ինձ սկսել է հետաքրքրել, խի որովհետև վերջերս հայտնաբերել եմ, որ երբ լսում եմ ֆեմինիզմ բառը, իմ մոտ բացասական զգացողություններ են առաջանում, մի պարզ պատճառով։ Լրիվ երբ տեսնում եմ տարբեր նյութ, երբ որ խոսքը գնում է տղամարդու այսքան ինչ որ կետերում առավել լինելու մասին կնոջից, կոնկրետ դեպքերում, ես մենակ հեյթ եմ տեսնում, ես մենակ վիրավորանք եմ տեսնում ու առանց ֆիլտր շատ բացասական տողեր։ Դրա համար այս պահին ես ուզում եմ հասկանամ, միասին դուրս բերենք, թե ինչ է իրական ֆեմինիզմը ու բոլորի աչքերը բացեն կոպիտ ասած, որովհետև ես չգիտեմ ինչ է դա, անկեղծ եմ ասում, մինչև օրս ինձ դա չի հետաքրքրել։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք ինչպես տեսնում եք այսօր հավաքվել ենք, որ խոսենք ֆեմինիզմից մեր նոր նախագծի շրջանակներում, որը կոչվում է տղամարդկանց զրույց կամ men's talk։ Այսօրվա թեման լինելու է ֆեմինիզմը, որի շրջանակներում դուք ազատ եք ուղղել ձեր հարցերը, գրեք ձեր մեկնաբանությունները, որոնց մենք հետագա մեր հաղորդումներում կանդրադառնանք։ Մնացեք մեզ հետ, իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը։ Խնդիրը կանում է նրանում, որ ֆեմինիզմի վերաբերյալ ու առհասարակ տղամարդու կամ կնոջ առավելության վերաբերյալ անհավասար պայմաններ են։ Եթե օրինակ տղամարդու ասում ենք, որ այս տղամարդը, չգիտեմ, շատ լավ IT ոլորտի մասնագետ է, ու ընդգծում ենք, որ տղամարդն է շատ լավ IT ոլորտի մասնագետ, այդ հեյթը գնում է։ Բայց երբ որ ընդգծում ենք, որ կինն է շատ լավ IT ոլորտի մասնագետ, չգիտեմ, տղամարդկանց մոտ ոչ մի հեյթի դմուշ չկա, այսինքն ասում ենք, հա, շատ լավ է, որ այս կինը IT ոլորտի լավ մասնագետ է, ինքը անհավասար պայմաններ է ի սկզբանե։ Ու փաստացի կանայք ու ցանկացած փոքրամասնությունները նույն կերպ տենց շահերի պաշտպանության այդ ուղիով են անցնում, ընդ որում կա սևականների շահերի պաշտպան, կանանց շահերի պաշտպան, երեխաների շահերի պաշտպան, ծերերի շահերի պաշտպան, գենդերային ինչ-որ տարբեր խմբերի շահերի պաշտպան, բայց չկա նատուրալ օրիենտացիայով straight եվրոպոիդ ռասայի պատկանող միջին տարիքի տղամարդկանց շահերի կոնսերվատիվ հայացքների տեր, ինչու ոչ։ Անպայման չի կոնսերվատիվ հայացքների տեր, նույնիսկ եթե ինքը տենց շատ առաջադեմ հայացքների տերը, մի հատ ինձ կազմակերպություն ցույց տվեք, որը որ պաշտպանում է տղամարդկանց շահերը, օրինակ ասում է ինչու են այս կազմակերպությունում աշխատում 96 կին եւ 2 տղամարդ, ինչու հավասարությունը պահած չի։ Նման որևէ կազմակերպություն չկա։ Լիարժեք համաձայն եմ ու միշտ ինձ Գևջան զարմացրել է այն հանգամանքը, որ օրինակ իմ վրա բերեմ, վստահ եմ կկիսես կարծիքս, օրինակ ոնց ենք մենք դաստիարակվել։ Աղջիկներին, կանանց, տարիքով մարդկանց, առհասարակ մարդկանց պետքա ըստ իրա արժանինքների վերաբերվել։ Աղջիկների կանանց առումով պետքա միշտ զիջել, պաշտպանել ու համանման բաներ։ Ես ընդունում եմ, որ գուցե ժամանակին, խոսքը գնում է 1 դար առաջ ժամանակահատվածին, այո, եղել է անհավասարություն եւ ենթադրում եմ ֆեմինիզմը իմ տիրապետած ինֆորմացիայով, գուցե սխալվեմ, դու ինձ կօգնես այդ հարցում, այդ պահին եղել է արդարացված, այդ պահին ունեցել է հստակ մղումներ, հստակ նպատակներ, որոշ հարցերում բերել հավասարության, ինչը նորմալ է, բայց ֆեմինիզմը երբևիցե չի եղել հակատղամարդկային կամ ինչ-որ սեռական, այսպես ասած, սեռական ուղղվածության բան չի եղել։ Ֆեմինիզմը եղել է ընդունված կարգի դեմ, կոպիտ ասած, կառավարության ռեժիմի դեմ, որ կանայք ասել են, որ ժողովուրդ, մենք իրավունք ունենք ընտրենք, մենք իրավունք ունենք կրթվենք, մենք իրավունք ունենք աշխատենք, մենք իրավունք ունենք ինչու ոչ ստանալ նույն աշխատավարձը, ինչը որ տղամարդն է ստանում, եւ այդ ուղղվածությունից, որը որ ըստ ինձ, ըստ իմ տեսածի շատ քաղաքակիրթ երկրներում ֆեմինիզմը իր նպատակին հասել է, այսինքն այդ տեսանկյունից միանշանակ։ Այսինքն կանայք որևէ խտրական վերաբերմունքի այսօր Հայաստանում գլոբալ առումով չեն արժանանում, չեմ մասնավորեցնում ինչ որ առանձին ընտանիքներում, որտեղ որ, չգիտեմ,
ինչ որ դրված կա, ավանդույթ է եւ այլն։ Հա, դա առանձին թեմա է, որին մենք հաջորդի հաղորդումներից մեկում անդրադառնալու ենք։ Կարիքը կա։ Միանշանակ կա, բայց փաստացի ֆեմինիզմը որպես ռեժիմի փոփոխություն, այսինքն կանանց այդ բոլոր իրավունքները տալու հնարավորություն, ֆեմինիզմը կայացել է։ Ու հիմա, քանի որ ինքը կայացել է, բայց ֆեմինիստ բառը ինչ որ տրենդային մոդայիկ բան է դարձել, պետք է ինչ որ արհեստական պայքար ստեղծել, որը որ քանի որ ռեժիմը այլևս չի խոչընդոտում դրան, ուղղվում է տղամարդկային սեռի դեմ։ Այս կետից սկսած երկու լրացում, եթե թույլ կտաս Գևջան, անեմ, մաքսիմալ համաձայն եմ բոլոր ասածներիդ հետ, ասեմ ավելին, նույնիսկ մեր երկրում, Հայաստանում, ես միշտ համարել եմ ու համարում եմ, ինքս լինելով ընտանիքի տեր մարդ, կարամ իմ վրա օրինակ բերեմ, շատ հարցերում առանց իմ կնոջ ուղեղի, առանց իմ կնոջ հմտությունների, ես գուցե չլինեի այն կետում, որտեղ որ կամ։ Ինչ եմ ուզում ասեմ, ես համարում եմ, եթե մարդը անկախ սեռից ունի այն պոտենցիալը, որ ստանա շատ ու շատ տղամարդկանցից ավելի նյութապես բարձր աշխատավարձ, թող ստանա միանշանակ ըստ պոտենցիալի, սակայն կա հավանականության տեսություն, կան որոշ չգրված օրենքներ, կա բնություն, որ երբեք դրա դիմաց չես գնա, չես կարա պայքարես եւ այո, ես նկատել եմ տղամարդկանց դեմ հիմա այնքան է խեղաթյուրվել այդ ի սկզբանե շատ ճիշտ միտում ունեցող ենթադրաբար ֆեմինիզմը, այնքան է խեղաթյուրվել, որ ես չեմ կարողանում հասկանալ մի փաստ, որ ոնց օրինակ բերեցի սկզբում, բայց ծավալվեցի, ես տեսնում եմ նյութեր համացանցում, որտեղ երբ թե կինը, թե տղամարդը փորձում է ինչ-որ մի կետում, որտեղ իրոք տղամարդու դերը ավելի կարևորություն է կրում, որպես լիդեր, որպես պաշտպան եւ այլն, միշտ կանանց կողմից շատ ոչ առողջ տոքսիկ առանց ֆիլտր հեյթ է գնում։ Ես անկեղծ ասեմ, ես երբևիցե օբյեկտիվ խոսանք։ Ես երբևիցե դեմ չեմ եղել կանանց աշխատելուն, վարձատրվելուն եւ այլն, եւ իմ թիմում կան բազմաթիվ երիտասարդ կանայք, աղջիկներ, ովքեր որ անհամեմատ ավելի պատասխանատու ու անհամեմատ ավելի պարտաճանաչ կարող են իրականացնել ինչ-որ աշխատանքներ, քան տղամարդիկ, ովքեր որ էլի նույն թիմում կան, եւ բնականաբար իրանց կատարած աշխատանքի ծավալի վերաբերմունքը, պատասխանատվության չափը, վաստակած գումարի չափը բնականաբար աճում է։ Հիմա հարցը հետեւյալումն է, որ ես էլ ընտանիքի հայր եմ, ընտանիքի տեր մարդ եմ, եւ իմ կինը եթե ոչ իմ չափ, եթե ոչ ինձից ավել, ապա իմ չափ աշխատում է, ղեկավարում է ընկերություն, ղեկավարել է մինչև այդ կազմակերպություն, ինքը ինքնուրույն շատ հարցեր կարողանում է կարգավորի առանց որևէ ինչ-որ իմ միջամտության, ու դրան դա լավ չի, դա նորմալ է, այսինքն դրա վերաբերյալ մենք երբևիցե ընտանիքում չենք խոսել, որ օրինակ ինչի է կինը աշխատում քո հետ հավասար կամ եւ այլն, բայց միևնույն ժամանակ, երբ որ իմ կինը մտնում է սուպերմարկետ, առնում է մեր ընտանիքի օրինակ, չգիտեմ, մեկ շաբաթվա սննդամթերքը, որը պետքա բերել տուն, սուպերմարկետի դռների մոտ ես իրանից վերցնում եմ այդ տոպրակները, տանում եմ մեքենա։ Հարցը նրանում չի, որ ինքը չի կարա դա անի։ Կարա, բայց հարցը նրանն է, որ դաստիարակությունս ինձ թույլ չի տալիս, ես քայլեմ կնոջս կողքով ու կինս երկուս են տոպրակով, տորքանգեղի նման քայլի։ Մենք հստակ գիտակցում ենք մեր դերը, ոնց պետքա կատարել։ Այո, եւ տղամարդու դերի ընդգծումը բացարձակապես ոչ մի բանով իրան չի դարձնում, չգիտեմ, առավել ռուսերեն ասած ցարի բոկ չի դարձնում։ Խնդիրը այն է, որ ես այսպես բան եմ ասում, հիմա գիտեմ այս ասածից հետո հեյթը ուժեղ գնալու է, բայց չկա կին եւ տղամարդ հավասարություն։ Կա ճիշտ դերաբաշխում ընդամենը փոխ լրացման սկզբունքով։ Այսինքն բաներ, որը որ կինը օրինակ չի կարա անի, որովհետեւ բնությունից ի վերուս տրված չի իրան այն մկանային համակարգը, որը որ տված օրինակ տղամարդը։ Ֆիզիկապես տղամարդը ավելի ուժեղ է։ Հիմա եթե պետքա ինչ-որ շկաֆ բարձրացնենք, բնականաբար ես չեմ ասելու չգիտեմ աղջկան կամ կնոջս կամ չգիտեմ ռենդոմ ինչ-որ աղջկա
բարձրացրա ես ավելով տակը մաքրեմ։ Բնականաբար հակառակն է ալնելու, ինքը ասելու է բարձրացրա ես ավելով տակը մաքրեմ։ Եվ այդտեղ որ ես օրինակ ֆիզիկապես ավելի ուժեղ եմ կամ դու ավելի ուժեղ ես, ֆիզիկականի մասին է խոսքը գնում, այդտեղ ամաչելու բան չկա, այդտեղ հեյթի կարիք էլ չկա։ Բայց հիմա ես միանշանակ համոզված եմ, որ հեսա սկսվելու է այդ հեյթը, ու ընդ որում ես կանխատեսում եմ, որ մենակ մեզնով չեն սահմանափակվելու հեյթերները։ Ես մի երկու բան ավելացնեմ կատյոլի մեջ, բենզին լցնեմ, սենց մի կարևոր բան եմ ուզում ընդգծեմ, Գև, երբ որ վստահ եմ լսած կլինես, բոլորը լսած կլինեն, վերջերս շատ գործածվում է toxic masculinity տերմինը, ինչը իրանից ենթադրում է տղամարդկանց ոնց ուզում եք ձևակերպեք, toxic masculinization, ինչը իրանից ենթադրում։ Իմ պատկերացումով իրանք փորձել են հասկանալ, որ տղամարդը երբ որ փորձում է կնոջը ցուցումներ տա, նույնիսկ սեփական շահերից բխելով ցուցումներ տա, լինելով ընտանիքի լիդեր, լինելով հարաբերությունների լիդեր, որովհետև ես հազար ներողություն, բայց համարում եմ, որ հարաբերություններում լիդերը պետք է միանշանակ լինի տղամարդը, որովհետև վտանգի հոտը, վտանգը ճակերտավոր վտանգ կարա լինի, ցանկացած դրսից գործոն, ինչը կվնասի հարաբերություններին, ընտանիքին դա կոչվում է վտանգ։ Տղամարդը ավելի ճիշտ է վերլուծում, հասկանում, քան կինը։ Մի հատ շատ ծայրահեղ օրինակ բերեմ, եթե տղամարդը իզորու չլինի լինելու ագրեսիվ, չեմ ասում ագրեսիան լավ բան է, պետք է կիրառել, նեղացնել թույլին, առավել եւս բռնություն կիրառել կնոջ հանդեպ, ոչ, մենք դա չենք ողջունում ոչ մի պարագայում, սակայն եթե տղամարդը ի վիճակի չեղավ ագրեսիվ եւ վտանգավոր լինելու, կարա կյանքը շատ չար կատակ խաղա, պարզ օրինակ եմ բերում, հազար ներողություն, Միացյալ Նահանգներում եղել է մի սերիական մարդասպան ու հատուկ գործակալությունները ուսումնասիրելով սերիական մարդասպանների հոգեբանությունը ուղիղ հարց են տալիս, որը պեդոֆիլիայի ուղղվածությամբ էր կատարում իր գործունեությունը, վատ գործողությունները, հարց են տալիս ոնց էիք դուք ընտրում ձեր զոհերին, ինչա պատասխանում։ Առաջին գլխավոր կետը եղել է հոր ուսումնասիրությունը, մասնավորապես եթե հայրը թույլ է, բարի է, փափուկ է, վարդագույն թերթիկներ եւ այլն, ուրեմն ինքը զոհը ընտրում էր հենց նման ընտանիքի հազար ներողություն երեխաներից։ Որտեղ հայրը ունակ չէր ապահովել անվտանգություն։ Հայրը ունակ չէր իր վտանգ վնաս պատճառելու հարկ եղած դեպքում։ Սա փաստ է։ Ուստի ես համարում եմ, որ տղամարդը պետք է լինի լիդեր, կինը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ պետք է վստահի իր տղամարդուն, որովհետև ֆեմինիզմը եկել է հասել այն կետին, որ հա, կանայք հասկացան abuse-ը ինչ է, կանայք հասկացան gaslighting-ը ինչ է, կանայք սովորեցին այդ ամեն ինչի դեմ պայքարել, հասան իրենց ուզածին, շատ ժամանակ կոտրելով իր սեփական կողքի տղամարդուն, ու տղամարդիկ էլ այստեղ իրանց մեղքի բաժինը ունեն իրականում, հեսա դրան էլ կանրադառնանք, սակայն փոխանակ կինը փորձի անցնի առողջ հարաբերությունների մեջ, փոխանակ կինը փորձի հասկանա տղամարդուն, անցել են թշնամանքի, սկսել են մրցել մեր հետ, իսկ մենք հազար ներողություն մեր օրգանիզմը ոնց անեմ, մի հատ դիտարկում անեմ, շատ ճիշտ բան ասեցիք, որ տղամարդը պետք է կարողանա լինել վտանգավոր եւ եթե տղամարդը իր բնավորության գծերով, իր խառնվածքով, իր կեցվածքով ունակ չի լինել վտանգավոր, ունակություն չունի, դա իրան չի դարձնում լավ մարդ, այ օրինակ եթե ինքը ունակ է լինել վտանգավոր, ունակ է լինել ագրեսիվ, բայց ինքը իրան զսպում է, այ դա է իրան դարձնում լավ մարդ։ Այսինքն այդ ագրեսիվության ցուցադրությունը, այդ ագրեսիվության արկայության հետ կարա որևէ կապ չունենա, կարա տղամարդը լինի շատ ագրեսիվ ու վտանգավոր, բայց տարիների ընթացքում, կյանքի ընթացքում կարիքը չունենա դրա դրսևորման, դրա այսպես ասած բացահայտման, այդ Պանդորայի արկղը բացելուն։ Սակայն եթե տղամարդը ունակ չի լինել վտանգավոր, եթե տղամարդը ունակ չի լինել ագրեսիվ, դա ինձ թվում է դա այդ տղամարդու խնդիրն է, որը որ ոչ միայն դրսևորվում է իր ընտանիքի նկատմամբ, օրինակ
իր ընտանիքի անվտանգությունը, սպառնացող վտանգները չեզոքացնելու այդ process-ը ապահովելու համար, այլ նաև այդ իր առօրյայում, իր շփման մեջ, իր, չգիտեմ, մեքենա վարելու մեջ, իր հաց ուտելու մեջ եւ այլն, այդ ամեն ինչի վրա դա ազդում է այնպես, որ երբեմնի գիշատիչը դառնում է խոտակեր։ Իսկ եկեք հասկանանք, որ մարդը, իսկ առավել եւս տղամարդը, դարերի պատմություն անցած գիշատիչ է։ Ամենավտանգավոր գիշատիչն է։ Հիմա ցավոք ես շատ դեպքերում տեսնում եմ տղամարդկանց, ում աչքերի մեջ այդ գիշատիչի հայացքը դու չես կարա տեսնես։ Տեստոստերոնի անկում։ Տեսնում ես ինչ որ խոտակերի բարի աչքեր, հարց չկա, շատ լավ է, բայց այդ տեստոստերոնի անկումը իր հետ բերում է նաև առողջական խնդիրներ, ես որպես բժիշկ եմ դա ասում։ Միանշանակ։ Սկսած նրանից, որ իր մոտ էրեկցիայի խանգարում է տեղի ունենում ու իր կողքի կինը այտենց բավարարված երբևիցե չի լինում, եւ վերջացրած նրանով, որ սրտանոթային համակարգի վրա շատ լուրջ նագրուստ կա լինում, որտեղ տեստոստերոնի ցածր լինելը իրան բերում է կանացի տիպի ճարպակալման, բերում է շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի եւ այլն։ Այսինքն, եթե տղամարդը ունի իր մեջ ագրեսիա, այդ տղամարդը ունի պոտենցիալ շատ լուրջ առողջական խնդիրներ։ Համաձայն եմ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ քո ասած, որ ասում էիր տղամարդու կնոջ հարաբերության մեջ, օրինակ, չգիտեմ, տղամարդու այդ ինքնադրսևորումը տունը եւ այլն, մի հատ հարց տամ։ Յուրաքանչյուր զույգ մեր կարծում եմ հեռուստադիտողները չի թողնի ստենք, դու էլ չես թողնի ստենք, ունի ինչ որ բզիկներ, այսպես ասած։ Հիմա տղամարդու բզիկները մի քիչ այլ են, կնոջ բզիկները մի քիչ այլ են։ Եթե տղամարդը օրինակ կնոջը ասում է, օրինակ մի գնա ընկերուներիդ հետ, այս ինչ տեղը։ Դա տոքսիկ մասկուլինություն է, չէ՞, դրսևորվում։ Միանշանակ հեյթը սկսվում է եւ այլն, օրինակ, ուրիշ ժամանակապակում է։ Այլ բանա, որ այդ տղամարդը օրինակ գիտի, որ այդ ընկերուհին, ասենք, այդքան էլ հաջող մարդ չի, այդքան էլ լավ վարքի տեր մարդ չի, վտանգ ազգում, հոտառությամբ վտանգ ազգում, ասում է, օրինակ, երեկոյան 9-ից հետո այդ ընկերուհուդ հետ մի գնա, այսին ինչտեղ ապարելու կամ գինի խմելու։ Բայց երբ որ կինը ասում է դու տեսել ես ժամը քանիսն է, որ դու ընկերներիդ հետ գարեջուր ես խմում, դրա վրա ոչ ոք չի խոսում։ Այդ անհավասար պայմանները, այսինքն մենք խոսում ենք abuse-ից, որը որ տղամարդն է անում, բայց չենք խոսում abuse-ից, որը որ կինն է անում։ Երբ որ օրինակ կնոջը ասում ես, ասենք, չգիտեմ, տունը հավաքի, դա abuse-ա, չէ՞, կինը երբ կուզենա կհավաքի, ինքը անկախ մարդ է, բլա բլա բլա։ Բայց երբ որ կինը օրը մեջ գալիս է ասում ես նասկիներդ հավաքի, դա abuse չի դիտարկվում։ Այդ զույգերի մեծամասնության մոտ դա կա եւ անհավասար դիրքերից խոսալ ֆեմինիզմի, տոքսիկ մասկուլինության, ինչ որ այդ ամեն ինչի մասին կարծում եմ պետք չի, որտեղ այդ բերելու է թշնամանքի։ Արդեն իսկ այդ տղամարդկանց ու կանանց մեջ բերելու է թշնամանքի ու ինքնահաստատման։ Ես ունեմ հստակ դիրքորոշում կապված նրա հետ, որ կինը ընկերություն է անում հստակ տեսակի աղջիկների հետ ու միշտ ասել եմ, որ ամուսնության մեջ կամ հարաբերություններում միշտ ավելի երջանիկային կինը, ով չունի ընկերուհիներ։ Ասեմ խի, որովհետև ես չեմ բացառում, որ հա բացառություններ լինում են, սակայն օրերից մի օր միշտ հենց այդ կանանց միջավայրի հենց իրենց կողքի աղջիկներն են, ովքեր որ չապրելով իր ընկերուհու կյանքով չլինելով բավականաչափ երջանիկ, չունենալով այդ զուգընկերոջը, ով որ ունի այդ աղջիկը, պրիմիտիվ նախանձից ելնելով սկսվում է ականջին լցնել, կաթացնել, ինքը քեզ abuse անում, ինքը քեզ թույլ չի տալիս, բայց ինքը ամուսնացած չի։ Իրան ուրիշ աղջիկա այդ սրճարանում են տեսել։ Ինքը ամուսնացած չի, ասեմ ավելին, եթե ինչ որ հարաբերություններ էլ ունի, այդ հարաբերությունները հաստատ ինչ որ իրոք տոքսիկ հարաբերություններ են, իրան առնվազն լուրջ չեն վերաբերվում եւ այլն։ Ու նման կին ամեն ինչ կանի, որ իր ընկերուհին հարաբերություններում տուժի, ականջը կլցնի եւ այլն եւ այլն։ Այնինչ տղամարդը այո գիտակցում է, քաջ գիտակցում է, որ երբ որ առանց իր ուղղորդության, իր ընկերուհին, ընկերուհիների հետ լրիվ մաքուր մտքով գուցե գնան ինչ որ X վայր ուրախանալու, X վայրում կան այլ տղամարդկանց ներկայացուցիչներ ու միանշանակ, եթե
մեր բարի մաքուր զուգընկերուին պրոստը գնացել է ուղակի ուրախանալու, իր կողքի ընկերուիները անկախ նրանից թե ինչ դիրքորոշումով են, տղամարդիկ ովքեր եկել են, տղամարդիկ եկել են հակառակ սեռին գրավելու, բոլորս գիտենք այդ ամենը ուրա տանելու, իսկ այնտեղ թե ինչ կարա տեղի ունենա, որտեղ որ տիրում է ալկոհոլը, ու նման միջավայրը, այդտեղ անվտանգության մասին խոսք գնալ չի կարող, տղամարդը դա գիտակցում է, ու տղամարդը ինչ տղամարդ, եթե չկարանա պաշտպանի Իրանը, տղամարդը էգոիստ պետք է լինի նման հարցում, ու կինը, ցավոք, ես մի պարզ օրինակ եմ բերում, միշտ կյանքի ընթացքում, նամանավանդ հարաբերությունների սկզբում, տղամարդուն ստուգում է ինչով, փորձում է գտնի թույլ կողմերը, մի օր գտնում է, մատը դնում է վրան, ու գտնելուն պես ամեն ինչ անում է, որ տղամարդուն կոտրի, տղամարդն էլ շատ սիրելուց ելնելով, չուզենալով, կորստի վախից ելնելով, հարմարվում է ու կինը միանգամից արժեզրկում է իր տղամարդուն, իր հայացքում տղամարդը թուլանում է, ակամա սկսում է մանգալ ուրիշներին, ինչի համար եմ սա ասում։ Ուղղակի մի հատ սենց հարց, կնոջն է հետաքրքիր չի թույլ տղամարդու հետ ապրել։ Իհարկե, այդ տղամարդուն ժամանակավոր սեփական հարմարության համար տղամարդուն կոտրելը կամ ինքնագնահատականը նվազեցնելը կամ անընդհատ ինչ-որ դու ես չես կարում անես, իսկ ընկերուհուս ամուսինը առնում է, իսկ դու ես չես կարում անես, տեսար ինչը առե, իսկ իմ մյուս ընկերուհու ամուսինը իրան մեքենա նվիրեց, երրորդինը շուբա նվիրեց, տղամարդը երբ որ իր ինքնագնահատականը կորցնում է, ինքը կնոջ համար դառնում է 0, ոչինչ։ Դրա համար ես շատ մեծ հույս ունեմ, որ տղամարդիկ այս հաղորդումը նայելուց հետո մի քիչ ինչ-որ իրանց մեջ էլ ինչ-որ բան կփոխեն։ Խոսքը չի գնում այն տղամարդկանց մասին, ովքեր որ, չգիտեմ, ինչ-որ տեղից ֆինանսավորվելով գրանտ են ստացել ու հիմա ավելի կին են, քան կանայք, ավելի շատ ֆեմինիստ են, քան ֆեմինիստները, իրանց մասին չի խոսքը գնում, խոսքը գնում է միջին ստատիստիկական տղամարդու մասին, ով որ առօրյա իմ քո պես առավոտյան զարթնում է, իր կնոջ թուշը պաչում է, գնում է աշխատում է, գալիս է տուն ու ուզում է իր կնոջ հետ իր ընտանեկան անդորը վայելի, ոչ թե անընդհատ ինչ-որ մրցույթի մեջ լինի, որ իր կինը պետք է եւ այլն, այսպես ինչ-որ այդ որ սկսում են ասել կինը պետք է այսինչ անի, ու դա հիմնականում ֆեմինիստների, ներկայիս ֆեմինիստների, ես չխառնենք գաղափարական ֆեմինիզմը, որը որ ուղղված էր հավասար իրավունքների պահպանմանը, չշփոթենք ներկայիս ֆեմինիզմի հետ, որը որ ըստ իմ այսպես դատողության, ըստ իմ տեսածի, որևէ կապ չունի գաղափարական ֆեմինիզմի հետ եւ ավելի շատ ատելության խոսք է։ Ինքը ոչ թե ուզում է իր կնոջ հետ մրցույթի մեջ մտնի, որ ինքը գատուն կինը ասի, իսկ ես 3 հատ աման եմ լվացել, 2 հատ ամանը դու պետքա լվաս։ Այդ տղամարդն ասի, օքեյ, ես 2 հատ տոպրակը բերել եմ, 3 տոպրակն է բագաժնիկից դու բեր։ Այսինքն այդ դրա փոխարեն ժողովուրդ հանգիստ ապրեք, մի մրցեք, դուք փող լրացնող եք, ոչ թե կոնկուրենտ եք։ Շատ ճիշտ ես Գև ջան, ես կարամ իմ կողմից լրացում ու եթե քանի որ բանը դրան ասել է խորհուրդ տամ կանանց, մենք տղամարդիկ, ինձ թվում է կհամաձայնվես ինձ հետ, խելացի դիվանագետ կանանց լինելու դեպքում շատ պրիմիտիվ արարածներ ենք։ Այնքան հեշտ է մեզ մանիպուլացնելը ճիշտ թելերը քաշելու դեպքում։ Եթե դու տղամարդու հետ խոսում ես ճիշտ տոնով, համապատասխան տոնով, քաղցր տոնով, տղամարդը իր բնազդը միանում է պաշտպանի, ինքը ամեն ինչ կանի այդ քաղցր տոնին համահունչ անելու քո ցանկացած ցանկությունը, ի կատարածելու քո ցանկացած ցանկությունը, բայց երբ որ նույն բանը ասվում է հրամայական տոնով, տղամարդու օրգանիզմը հակադիրք է ընդունում, այդ մրցակցությունը մեր արյան մեջ է, տղամարդը դադարում է կնոջը որպես կնոջ սուբյեկտ դիտարկել, սկսում է մրցել, իսկ դա արդեն երկու սեռերի նույն սեռի հարաբերություններ են, իսկ մեզ նույնասեռ հարաբերություններ պետք չեն, կինը բավականաչափ դիվանագետ գտնվելու դեպքում, տղամարդուն մեծարելու դեպքում, դու ճիշտ ես ասելու դեպքում, բայց իր ցանկությունը ստիպել կատարելու դեպքում այնուամենայնիվ բարձրաձայնելով օրինակի համար Պողոս ջան, որ խնդրեմ, քաղցրես, էս ինչ բանը կանի, դա ես պատրաստ եմ կինս տո պարկած մնա։ Ինչա նշանակում կինը ասի, որ խնդրեմ։ Դու ով ես, որ կինը քեզ խնդրի, Պողոս։ Օրինակ, թող խնդրեմ, ես հասկացա սարկազմի իհարկե, բայց դա էլ է աբսուրդ։
Դե ցած ասեմ, քանի որ հեյթերները ծայրահեղացնելու են, ինքը օգտագործեց խնդրեմ բառը, ինքը ուզում էր այդ խնդրեմով ցույց տալ, որ մենք ոչնչություն, ցած բաներ են սկսելու գրել, դրա համար այդ սարկազմը ավելացրեցի, ինչևից է։ Տես, խնդիրը ինչն է, որ մենք ֆեմինիզմի մասին միակ հաղորդումը չի, որի շրջանակներում որ խոսելու ենք, որտեղ ինքը շատ մեծ ու ծավալուն թեմա է։ Իսկ քանի որ մեր հաղորդման ժամանակը արդեն մոտենում է դրամաբանական ավարտին, ես առաջարկում եմ մի հատ summary անենք, այսինքն մի հատ ամփոփենք ինչի մասին մենք այսօր խոսացինք ու արդեն իսկ կհանդիպենք մեր հաջորդ հաղորդման շրջանակներում։ Համաձայն եմ։ Փաստացի, խնդրեմ, դու քո թեզերը գծի ու եզրափակվենք։ Սիրով Գև ջան, մասնավորապես որպես վերջաբան մենք համարում ենք, որ կնոջ ու տղամարդու միջև չպետք է լինի թշնամանք ոչ մի պարագայում, քանի որ արդեն 2026-ին 20-ից 46-47 տարեկան կանայք մեծամասնությունը միայնակ են սեփական ընտրության պատճառով։ Մենք ուզում ենք դա այդպես չլինի։ Ուստի կնոջ դերը տղամարդու հետևում կանգնելը չի, ոտքի տակ կանգնելը չի, գլխին կանգնելը չի, առջևում կանգնելը չի, տղամարդու կողքը լինելն է։ Պետք է մեկը մյուսին զիջել, խելամտորեն ու հեռու մնալ սխալ պրոպագանդաներից։ Ավելացնելու բան չունեմ, հարգելի հետևորդներ, դուք էլ բաժանորդագրվեք մեր ալիքին, մեր սոցիալական մեդիայի հարթակներին, կհանդիպենք հաջորդ թողարկման շրջանակներում։ Լավ մնացեք։